Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ին շարունակում է աշխատանքը, եթերում Preview-ն է, զրուցակիցս այսօր դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցն է։ Բարև ձեզ, պարոն Սուրենյանց, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Սուրենյանց, այսօր ապրիլի 24-ն է եւ հայ ժողովուրդը ոգեկոչում է ցեղասպանության 110-րդ տարին։ Մենք ոգեկոչում ենք մեր զոհերի հիշատակը, զոհեր, որոնք Թուրքիայի եւ օսմանցիների կողմից ոչնչացվեցին միայն այն բանի համար, որ իրենք հայ են, 110 տարի անց, պարոն Սուրենյանց, հայ ժողովրդին ներկա պահի իշխանությունը համոզում է հակառակը, ասում է, որ Թուրքիայի հետ պետք է բարեկամություն եւ ընկերություն անել, չոչնչանալու համար։ Եթե մենք հարաբերություններ ենք հաստատում Թուրքիայի հետ այն մոդելով, որ առաջարկում է այս իշխանությունը, եւ ընդհանրապես բավարարում ենք թուրքական կողմի բոլոր պահանջները, նույն ցեղասպանության զոհերի հիշատակի հետ մենք ինչ ենք անում այդ դեպքում։ Անշուշտ Թուրքիայի հետ պետք է ձգտել հարևանության, բայց ոչ ցեղասպանության ուրացման գնով։ Այս իշխանությունը նախորդ բոլոր 3 իշխանություններից տարբերվում է, որտեղ ակնհայտորեն թուրքական շղթողական թեզեր են շրջանառության մեջ, ինչքան էլ ուզում է հերքեն, ինչ ուզում է այդ թեմայով իրենք արդարացումներ բերեն, ակնհայտ շղթողական թեզեր։ Գիտեք, շղթողականությունը պոզով պոչով չի լինում։ Օրինակ, երբ որ փորձում ես դահիճի վրա այս պատասխանատվությունը այլ տեղ տանել, դա շղթողականության թեզ է, ով որ թուրքական պատմագիտությանը ծանոթ է, կհաստատի ասածս, օրինակ Հայաստանի իշխանությունը համառորեն ձգտում է այդ անել, Ռուսաստանի վրայակցում, հայերի վրայակցում, բազմաթիվ վարկածներ է, չէ՞ Նիկոլ Փաշինյանը առաջ քաշել։ Օրինակ, երբ որ դու ասում ես, որ քննարկելի բան կա, խորքային քննարկենք, տեսնենք ինչ հանգամանքներում, պատճառը կոտորեցին, դա շղթողականության թեզ է։ Օրինակ, որ Բեղավոր Անդրանիկի լեզվով, բերանով առաջարկվում է հաշվել, դա շղթողականության թեզ է։ Եվ բազմաթիվ, հիմա կարող եմ 4-5 կոմպոնենտ նշել։ Սա նախադեպ երևույթ է հայոց իրականության մեջ, երբ որ Հայաստանի իշխանությունը ըստ էության ոչ մի բանի դիմաց, որովհետև Թուրքիայից մենք որևէ դրական ազդակ չենք լսում, ու չենք էլ լսի, որովհետև Անկարան շատ հետևողականորեն գեներացնում է մի թեզ, որ մեր հետ կարող են ինչ-որ հարաբերություններ ունենալ, եթե մենք ըստ էության կատարենք Ադրբեջանի բոլոր պահանջները, եւ սա ըստ էության ստացվում է, որ ուրացում է ոչ մի բանի դիմաց։ Ուրեմն սա որևէ կապ չունի հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու շատ բնական տեսլականի հետ։ Այսինքն ձեր դիտարկմամբ ներկա իշխանությունը Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար սակարկման առարկա է դարձրել ցեղասպանության հարցը։ Դուք շատ մեղմ եք ձևակերպում։ Եթե Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Նիկոլ Փաշինյանների հարաբերությունների դինամիկան դիտարկենք, ոչ միայն ցեղասպանության հարցն է, սակարկության թեման սարքել։ Նիկոլ Փաշինյանը շակալի պես կրծում է Հայաստանի պետության քաղաքական եւ քաղաքակրթական հիմքերը Էրդողանի կամ Ալիևի դեսպանի կոչումը ստանալու համար։ Ինչ է դա իրեն տալու։ Իշխանության պահպանում ընդամենը եւ խուսափել այն պատասխանատվությունից, որ վաղ թե ուշ գալու է։ Դուք ինչ պատասխանատվություն նկատի ունեք Արցախի հանձնման հետ կապված պատասխանատվություն։ Հայաստանի պետականության դեմ այս դավադրությունը, որ իր իշխանության ողջ ընթացքում ուղեկցում է մեզ։ Դուք ասում եք Փաշինյանը շակալի պես կրծում է հայկական պետականության հիմքերը, տեսեք Փաշինյանը այսօր ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ ինչ ուղերձ է հղել, ասում է, որ կառավարության եւ անձամբ իր մտորումները բերել հանգեցրել են հետեւյալին՝ զարգացած ինքնիշխան անվտանգ, այսինքն սահմանազատված եւ սահմանագծված սահմաններով Հայաստանի Հանրապետությունը մեծ եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոցը մեր ժողովրդի բոլոր զոհությունների եւ զոհերին մեր հավատարմության առհավատչան։ Եթե ասում է չանի այնինչ անում է, այ իր ասածը ինքնիշխան, անվտանգ, սահմանագծված, սահմանազատված Հայաստան չի լինելու։ Նախ կարմիր թելով անցնում է այն, որ այսօրվա ուղերձում
որևէ բան չկա Օսմանյան Թուրքիայի պատասխանատվության մասին։ Այո, ուղերձում անգամ այդ բառակապակցությունը չկա։ Այո։ Եվ իդեպ շատ է օգտագործում մեծ եղերձակերպ։ Այո, դա էլ, այսինքն ինչին մենք ձգտել ենք եւ ամեն 24-ին սպասել ենք, որ մեծ եղերնի փոխարեն ցեղասպանություն արտասանեն։ Օրինակ Միացյալ Նահանգների նախագահները հիմա մեր իշխանությունը միտեղ ցեղասպանություն բառի հիշատակում կա, մնացած տեղերը մեծ եղերն է, բայց նույնիսկ այդ թողենք մի կողմ լեզվական արտահայտությունները, դրանք շատ էական են։ Ամենաուշագրավն այն է, որ այս տեքստում Թուրքիայի պատասխանատվության մասին որևէ հիշատակում չկա։ Այսինքն, եթե դու երկրի ղեկավար օրվա առիթով ուղերձ ես ողում եւ չես ասում, թե հայը որտեղ է ցեղասպանվել, այո, չես տալիս, ուրեմն ազատում ես պատասխանատվությունից վճռագործի։ Այդ ժխտողականությունը փոզով փոչով չի լինում։ Դա միայն այն չի, որ օրինակ Նիկոլ Փաշինյանը վեր կենա եւ հայտարարի, որ ցեղասպանություն չի եղել։ Նույնիսկ թուրքերը իրենց պատմագիտության մեջ 60-70 թվականներից սկսած ջարդերի փաստ ընդունում են։ Նույնիսկ թուրքական դատարանը երի թուրքերի նկատմամբ պատիժ է սահմանել, գիտեք։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ավելին է անում, նույնիսկ քան թուրքական ժխտողականության թեզերի գեներացումն է։ Իսկ տեքստի մեջ մի ուշագրավ բան կա, չի կարելի ինքնիշխանությունը կապել բացառապես սահմանազատված, սահմանագծված սահմաններ ունենալու հետ։ Դա շատ պրիմիտիվ ընկալում է ինքնիշխանության մասին։ Երկրներ կան, որ հարևանների հետ չկարգավորված հարաբերություններով շատ էլ ինքնիշխան են։ Օրինակ Իսրայելը։ Սահմանափակվեմ ես մի օրինակով, բայց կարող են կելի երկրներ նշել։ Ինչու է շեշտը դրա վրա դնում ուղերձում։ Որովհետև ինքը այլ բան չունի ներկայացնելու, որպեսզի քողարկի իր ավերիչ քաղաքականության հետևանքները կամ ուրասման կամ ժխտողական քաղաքականության հետևանքները։ Ինքը փորձում է հիմնավորել, որ նոր Հայաստան է ստեղծում։ Այդ կնշանակի ինքը խոստովանում, հա, կամ դավաճանաբար հայտարարում է, որ Հայաստան լեգիտիմ պետություն չի եղել։ Իսկ ինքը ինչ է անում, որ սահմանադրությամբ իշխանության երկրում։ Իր ասած ոչ լեգիտիմ սահմանադրությամբ։ Ինչ չի հետաքրքրում իշխանության լեգիտիմության հիմքերը։ Ինձ հետաքրքրում է այն, որ ինքը կասկածի տակ է դնում մի ամբողջ պետության, երրորդ հանրապետության իրավաքաղաքական լեգիտիմությունը։ Որին չանի նորը ստեղծի, հիշում եք ազգային ժողովում ասած իր քաղաքական դիրքորոշումը հետևյալն է. Հայաստանը պետք է ունենա նոր սահմանադրություն, որում չպետք է հղում լինի անկախության հռչակագրին։ Հիմա դրանով փակում է երրորդ հանրապետության էջը, իր ասած չորրորդ հանրապետությունն է ինքը բացում։ Նախ ինքը այդպես է անում, որպեսզի իր ավերիչ քաղաքականության հետևանքով ինչ տարածքել մնա, ավելի սահմանափակ, քան այսօր ունենք։ Հայտարարի, որ մեծ նվաճում էր, որտեղ պետությունը ապօրինի էր, վերջապես ես օրինական մի երկիր ստեղծեցի, այդ պսևդոտեսությունը զարգացնելու համար է նախանում, մեկ, երկրորդը իր հայտարարությունը, որ բացահայտ ցինիզմով հնչեց առաջին անգամ, որ այդ անկախության հռչակագրից պետք է հրաժարվել, դա նույնն է, որ մարդ հրաժարվի իր ծննդականից կամ ուրանա ծնողներին։ Թեզը հետևյալն է, եթե դա չեմ անում, նշանակում է Հայաստանն է վտանգի տակ դրված։ Դե տեսեք, ինքը ընդհանրապես եկեք հասկանանք, Նիկոլ Փաշինյանը պատերազմի հերձիկ է։ Այդպիսին եղել է թե նախապատերազմյան պոռոտախոսությամբ, այն որ հենց Տիգրան մեծ էր, թե հիմա երբ սրան վերգոյա դարձել եւ փիսիկի պես կատարում է Ալիևի եւ Էրդողանի բոլոր ցուցումները։ Հիմա բացատրեմ ինչի է պատերազմի հերձիկ։ Սա պիտի մեկընդմիշտ մեր հասարակությանը բացատրվի։ Ուրեմն առնվազն երկու ադրբեջանցի պաշտոնյա եւ առնվազն Բարսաշյան մի թուրք դիվանագետ, խոսքս Ջեյուն Բայրամովի մասին է, Ադրբեջանի արտգործնախարար, Էլչին Ամիրբեկովի մասին է, հատուկ հանձնարարություններով Ալիևի դեսպանը, եւ Քլեչի մասին է, որը հատուկ բանագրացն է հայ-թուրքական հարաբերություններում, հայտարարություն են արել Բայրամովն ու Ամիրբեկովը ավելի հասցեական, որ 2022 թվականից Հայաստանի սահմանադրության հարցը քննարկվել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում։
արել են նման հայտարարություն, դուք էլ գիտեք, լսել եք։ Այդ հայտարարությունները հնչել են ամիսներ առաջ Ամիր Բեկովինը, իսկ Բայրամովինը 2 շաբաթ առաջ։ Որևէ ձևով պաշտոնական Երևանը սրան չի հակադարձել։ Սա նշանակում է, որ ըստ Ամիր Բեկովի տրամաբանության չհերկված հայտարարության, ավելի շուտ ճիշտ կլինի ձևակերպելը, Նիկոլ Փաշինյանը համաձայնել է սահմանադրության փոփոխության հարցին, տարակարծություն եղել է միայն ժամկետների հարցում, երբ անելու հարցում։ Իդեպ հիմա էլ այդ տարակարծությունը միայն ժամկետների վերաբերում, շուտով Փաշինյանը դրան էլ կհամաձայնվի, որ ավելի շուտ անի։ Այսինքն մինչև 2026 ընտրությունները։ Կամ 2026-ի ընտրությունների հետ։ Հիմա, երբ որ դու տանում ես քո ներքին կյանքի կազմակերպման հարցի, սահմանադրությունը առաջին հերթին դրա մասին, հարցը քննարկում ես կարգավորման գործընթացում, այն էլ թշնամական երկրի հետ կարգավորման գործընթացում, դա նշանակում է հանրաքվեի ցանկացած արդյունք հնարավոր հանրաքվեի խիստ վտանգավոր է դառնում քո երկրի համար։ Եվ այոն եւ ոչը։ Իհարկե, եթե այո ես ասում, վերածվում ես ադրբեջանական ենթապետության, կորցնում ես ինքնիշխանությունը իր բոլոր հատկանիշներով։ Եթե արժանապատվորեն ոչ ես ասում, ինչը կանխատեսելի է, այդ դեպքում Ալիևին ալիբի է տալի խաղաթուղթ կոզր, որպեսզի նա հայտարարի, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը ռևանշիստ են։ Այսինքն դրանից բխող բոլոր հետևանքներով։ Սպասվող պատերազմը, այսպես ասած, գցում է ժողովրդի գրպանը։ Իհարկե, միանշանակ։ Դա է նշանակում այդ հարցը տանել այդ բանակցային համատեքստ։ Պարոն Սուրենյան։ Հիմա պետք է քաղաքական բոլոր ուժերով, ես ուզում եմ հիշեցնել, որ դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը այս հարցով, երբ որ էլի սրված էր անկախության հռչակագրի ու սահմանադրության հարցը, անցած տարվա փետրվարին շատ մեծ համաժողով անցկացրեցինք, քաղաքական ամբողջ պալիտրան կար։ Եվ հանրային քաղաքական շատ ուժեղ կոնսենսուս ձևավորվեց։ Հիմա մենք բոլորս Փաշինյանի կյանքը պետք է վերածենք դժոխքի եւ հասնենք նրան, որ այս process-ը ընդհանրապես տապալվի, բանը հանրաքվեին չհասնի։ Ինքը ինչ է ասում, եթե process-ը տապալվեց, բանը հանրաքվեի չհասավ, դա նշանակում է Հայաստանում շարունակում է մնալ սահմանադրություն, որի նախաբանում կանկախության հռչակագիր հղում անելով Արցախին, հետևապես ասում է դա նշանակում է, որ ես Ալիևի հետ չեմ կարող խաղաղության փաստաթուղթ ստորագրել։ Հիմա ես մի քանի արգումենտ կբերեմ։ Հայաստանի Հանրապետության 3 սահմանադրությունները միջև հանրաքվեի դրվելը անցել են Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությունը եւ ստացել են դրական եզրակացության։ Այս սահմանադրություններով, այսինքն մեկ սահմանադրությունն է 2 փոփոխություններով, հա? Հայաստանը միջազգային բոլոր կազմակերպությունների անդամ է եւ որևէ մեկը չի առարկել մեր անդամակցության դեմ, որտեղ մեր սահմանադրությունը իբրև թե տարածքային նկրտումներ ունի հարևան երկրների նկատմամբ։ Ասում Արցախ բառը կա, պետք է հանել։ Արցախ բառը սահմանադրության մեջ ընդհանրապես չկա։ Դասական անգրագիտության օրինակ է, բայց նույնիսկ միջազգային արձագանքները թողնում են մի կողմ։ Կա իր սահմանադրական, իր գրպանային կամ իր կողմից տյունինգի ենթարկված սահմանադրական դատանի շատ հանրամատչելի որոշում անցած տարի հրապարակված։ Ինչի մասին մի քանի օր առաջ է սահմանադրական դատանի նախագահ Դիլանյան, չէ՞, կարծեմ, խոսում էր։ Հռչակագրի այն հոդվածները սահմանադրական նորմ ունեն, որոնք արտացոլված են Հայաստանի սահմանադրության առանձին հոդվածներում։ Արցախի մասին հիշատակում Հայաստանի Հանրապետության սահմանադրության որևէ հոդվածում չկա։ Ալիևն ասում է չկա, նախաբանում կա։ Նախաբանը հռչակագրում կա։ Փոխեք որ կնքեն պայմանագիր։ Ուրեմն ես ուզում եմ դա Ադրբեջանի համար ընդհանրապես պատրվակ է։ Այսինքն եթե փոխեց միևնույնն է չի կնքելու։ Իհարկե ոչ, հիմա էլ կբերի ուրիշ հարց։ Օրինակ կասի օրենսդրական այնպիսի կարգավորում ընդունեք երկրում, որը դյուրացնի ադրբեջանցիների վերադարձը իրանց բառապաշարով արևմտյան Հայաստան։ Արևմտյան Ադրբեջան։ Ադրբեջան կներեք։ Շատ պարզ է, չէ, որ Հայաստանի Հանրապետություն չի անդուրժում Ալիևը։ Նա ձգտում է ունենալ արևմտյան Ադրբեջան։
Հասկանում եք, մեր երկրի փոխարեն Հայաստանի Հանրապետության։ Այսինքն պատին են դեմ տվել Փաշինյանին, նույն այս սահմանադրության, նույն մեր հանրապետության անկախության հռչակագրի հետ կապված։ Եվ ուզում եմ նվաստացնել նաև մեր ժողովրդին մասնակից դարձնել։ Եվ պատին դեմ տված վիճակում է հիմա Հայաստանը։ Կամ է իրավիճակը, պարոն Սուրենյանց։ Ես ասել եմ, որ 2026-ի ընտրությունները մեծ հաշվով անարգվեն Հայաստանի Հանրապետության եւ Արևմտյան Ադրբեջանի միջև։ Եվ քաղաքական ուժերը այդ հարցին պատասխանելով պիտի դիրքավորվեն։ Կամ մենք Հայաստանի Հանրապետության զինվորներն ենք ու քաղաքակրթական արժեքների կրողները որպես քաղաքական ուժ, կամ Արևմտյան Ադրբեջանի հպատակներն ենք դեսպան Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Երբ դուք ասում եք կամ Հայաստանի Հանրապետության զինվորներն ենք, հա, դա ինչ է ենթադրում, որ քաղաքական ուժերը ինչ պետք է անեն։ Պետք է գան Փաշինյանի կնքած, համաձայնեցրած փաստաթղթերից հրաժարվեն, իրանցում սահման է գծել իրենց համար, պատ դրել է, ինչ են անելու քաղաքական ուժերը։ Պրոցեսներ կան, որ ինչն են հետ շրջելու։ Տեսեք, որևէ քաղաքական ուժ է թվում օրինակ ես երբեք որպես կուսակցության ղեկավար չեմ դրել օրինակ նոյեմբերի 9-ից հրաժարվելու պահանջ, ճիշտ հակառակը։ Ինքն էլ չի դրել։ Չէ, ինքը ըստ փաստացի հրաժարվել է նոյեմբերի 9-ից, այս բոլոր փորձանքները մեր գլխին։ Ստորագրությունը տակը դրված է, պարոն Սուրենյան, չի։ Այդ խաղաղության թղթին հենց այդ պատճառով է ձգտում։ Երկու պատճառ ունի ինքը խաղաղության պայմանագիր կոչված այդ թյուրիմացությանը, որովհետև դա խաղաղության մասին փաստաթուղթ չի, մուրալու երկու պատճառ ունի, ֆունդամենտալ երկու պատճառ։ Առաջինը, որպեսզի այն քարտեզի մակետի ու չագուճի փոխարեն այդ թուղթը վերցնի լացելով, ծիծաղելով, պպզելով, պարելով, գժական շարժումներ անելով, ամբողջ երկրում պտտվի եւ ասի, ես դες խաղաղություն եմ բերել, որպես հաղթակ թուղթ իր համար, երկրորդը որպեսզի հրաժարվի նոյեմբերի 9-ի փաստաթղթից։ Երկրորդ պատճառը պակաս կարևոր չի։ Իր ամբողջ գործունեությունը հետ պատերազմյան 2021-ի դեկտեմբերից սկսած եղել է նոյեմբերի 9-ի համատեքստից հրաժարվել է, որտեղ ինքը Հայաստանը ռուսական ուղեցրից դուրս բերելու ստրատեգիական նպատակ ունի։ Այսինքն եթե հրաժարվեց դուրս է գալիս, լավ չկար նոյեմբերի 9-ը, չկար նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, Հայաստանը ռուսական ուղեցրում էր, առանց դրա էլ ուղեցրում էր, հետևապես առանց նոյեմբերի 9-ի շարունակում է մնալ, որովհետև Հայաստանը Ռուսաստանից այն աստիճան տնտեսական կախվածության մեջ է, որ այդ կախվածությունից Փաշինյանը չի կարող ազատել։ Մտածված գնաց Արցախը կործանելու ճանապարհով, Ռուսաստանի ազդեցությունը ավելի խորացավ։ Չէ, նայած այդ հարաբերական է, ինքը ձգտում է ուրիշ բան, որ դա իրական նպատակ չի, բայց դա որևէ ձևով, եթե իրական ընդհակառակը շատ ավելի վատ որ արկածախնդրություն է, որտեղ եթե դա արկածախնդրություն է, մենք ունենալու ենք անդառնալի կորուստներ, այ դուք ասեցիք պատը քանդելու են, եթե ընդդիմությունը գա, իհարկե ոչ, բաներ կան անդառնալի են որպես process, Տաուշի սահմանազատում, սահմանագծումը, Արցախի կորուստը, դրանք անշրջելի կորուստներ են, եւ այդ անշրջելի կորուստները ունեցել ենք հենց այն պատճառով, որ հետ պատերազմյան Նիկոլ Փաշինյանը ամենայն հավանականությամբ արևմուտքի գլոբալիստական ուժերի հորդորով գնաց Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը փոխելու արկածախնդիր քաղաքականության։ Մնաց Խաչմերուկին կանգնած փաստորեն չի փոխել։ Պարոն Սուրենյանց։ Չէ, բան չի կարողացել անել։ Նա հայտնվել է թուրք-ադրբեջանական ակցիանի մեջ կամ երկիրը դրել է այդ ակցիանի մեջ։ Նոր դուք շատ հիմնավոր հարցի մեջ գնահատական նաև ձեր կար, այս ուրացումը բոլոր բաներին առանց միջնորդերի բանակցությունների համաձայնվել ինչի համար էր, դրա համար էր, որովհետև նրա հիվանդ ուղեղը հիմա երկնել է մի նոր դիվային գաղափար, որ մենք ռուսական անվտանգային հովանոցը կարող ենք փոխարինել թուրքական անվտանգային հովանոցով։ Իրենց թեզը հետևյալն է. Ռուսաստանի համար Հայաստանը հետաքրքիր էր, քանի կար Արցախը, եւ Արցախը որպես նաեւ ազդեցության լծակ օգտագործվում էր Հայաստանի գլխին։ Հիմա Արցախը իրենք հանձնել են Ալիևին, հետեւապես Ռուսաստանի համար Հայաստանը այնքան էլ հետաքրքիր եւ գրավիչ չէ։ Հաստատում եք նրանով, որ Արցախը միտումնավոր հանձնելով
ինքը ձգտել է թույլատրել ռուսական ազդեցությունը։ Բայց չի թույլատրել, ես դա եմ ուզում ասել, որովհետև տնտեսությունը եւ քաղաքականությունը, պարոն Սուրենյան, շատ են փոխկապակցված, տնտեսակ քաղաքական իրավիճակը։ Ես ձեր հետ համաձայն եմ, բայց այնց արկածախնդրություն ինչի եմ ասում Փաշինյանի քաղաքականություն, որ դա հենվում է ոչ թե փաստերի վրա, այլ պատրանքների վրա։ Նման կերպ վարվող բոլոր առաջնորդները պատոհաս են դարձել իրենց երկրների համար։ Ես կարող եմ օրինակներ բերել Զվյադի Գամսախուրդիա, Միխայել Սաակաշվիլի, Վլադիմիր Զելենսկի, Աբուլֆազ Էլչիբեյ, այս բոլոր գործիչները, որոնք այդ ռեալ պոլիտիկի փոխարեն առաջնորդվել են պատրանքներով, քաղաքական երազախաբությամբ, քաղաքական օրանիզմով, ինչ էպիցիտ ուզում եք տվեք, իրանք իրենց երկրները կանգնեցրել են ճակատագրական մարտահրավերների առաջ։ Այդ որ ասում եք, այս քաղաքականությունը շատերը ասում են, դե ինչ ա եղել, ռուսական ուղեցրից կամաց դուրս է չէ գալի։ Այդ շատերին ես ուզում եմ հարց տամ, Արցախի կորուստը նշանակում է բան չի եղել։ Դե իրենց համար չի եղել։ Դե իրենց համար չի եղել, բայց նայեք այն Եվրաքվեի աջակիցներին, իրենց համար Արցախի կորուստը ոչ մի բան էր։ Կարևորը Հայաստանը գնա Եվրոպա։ Այդ մարդիկ հանուն Ռուսաստանի կախվածության թուլացման պատրաստ են ոչնչացնել անգամ պետությունը։ Մեր իրականությունը ինձ հիշեցնում է Վարդան Պետրոսյանի մի հատ մոնո ներկայացում։ Անգիր չեմ հիշում այդ բովանդակությունն եմ, բայց ընդհանուր ուրվագծերով հիշում, երբ որ անտառում շակալները հոշոտում են առյուծներին։ Հիմա այդ ձեր թվարկած ուժերը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այդ պայմանական շակալներն են, քաղաքական շակալները, որոնք, ինչպես ասեցի, կրծում են մեր պետականության հիմքերը։ Ասացիք կրծում են պետականության հիմքերը, բայց եթե նայենք Հայաստանի հայրաքաղաք Գյումրիին եւ տեսնենք, որ Գյումրիում Եվրաքվեի աջակիցներն անգամ չկարողացան անցողիկ շեմ հաղթահարել, դա արդյոք չի գալիս ապացուցելու, որ ընդհանրապես այդ մարդկանց մասին պատկերացումները մի քիչ լուրջացված են։ Դա գալիս է ապացուցելու, որ մեր հասարակությունը դերևս դիմադրելու ունակություն ունի, բարեբախտաբար։ Դա գալիս է այդ ապացուցելու։ Բայց ես խորհուրդ կտայի Գյումրիի դիմ ընտրությունները շատ չընդհանրացնել երկրի մասշտաբով։ Ինչու ասում են Գյումրիում պարտվեց ՔՊ-ն եւ նույն սցենարը 26 թվականին կունենանք Երևանում։ Այո, ՔՊ-ն պարտվել է եւ ընտրությունների ինստիտուտի նկատմամբ մեծացել է հասարակության վստահությունը։ Մնացած առումներով Գյումրիի մոդելը լավագույնը չի, որպեսզի մենք դա տարածենք ամբողջ երկրի վրա։ Այսինքն պետք չի էյֆորիկ տրամադրությունների մեջ ընկնել եւ արկա մարտահրավերները այդ թվում ներքաղաքական, հա, անտեսել։ Այդ ուժերը դերևս որևէ տեղ չեն վերացել, չեն զրոյացել։ Այդ ուժերը կան իրանց մեծ հավակնություններով։ Գլխավոր քաղաքական շակալը բուծում է այդ շակալներին, տարբեր խոսույթ եւ բան ունեցող, հա, հետեւաբար այս իրականությունը որևէ տեղ չի անետացել եւ երկրորդը ՔՊ-ի ամենալավ այլընտրանքը չենք գտել մենք Գյումրիում որպես հասարակություն, հա։ Մի մարդ է եկել իշխանության, որը իր հայտարարություններով անզգույշ կամ չգիտակցված հայտարարություններով սնուցում է հենց այդ ուժերին։ Օրինակ, երբ որ նա խոսում է Ռուսաստան, Բելարուս միությանը Հայաստանի անդամակցության կարևորության մասին, որը չկա, իրական օրակարգ չի, որը Սուրեն Սուրենյանցի հանրապետականի կամ հայեղափոխական դաշնակցության կամ որևէ դիմադիր այլ ուժերի օրակարգ չի, թույլ է տալիս, որպեսզի իշխանությունը այդ կեղծ օրակարգը ընդհանրացնի մեր բոլորի վրա։ Այո, եւ նաեւ մեղադրի ինդիմությանը։ Հա, եւ առատ կերա տալիս այդ քաղաքական շակալներին, որ նրանք բազմանան, ավելի ուժեղանան, հասկանում եք, դրա համար ես Գյումրիի մասին հիմա շատ ավելի զգույշ եմ խոսում, այդ լավ մոդել չստացվեց։ Լավ մոդել չստացվեց, որովհետև հայրենիքի գողերին Գյումրիում փոխարինեց մի պոպուլիստ։ Իսկ պոպուլիստը իմ համար քաղաքականության մեջ շատ վտանգավոր տեսակ է։
Կգնա իշխանության հետ համագործակցության Վարդան Ղուկասյանը Գյումրին կառավարելու հարցում տարբեր փուլերում իր կենսագրության նորագույն կենսագրության լավ այդպես ասենք տարբեր փուլերում փոցավար հեղափոխական ա եղել հիշենք 2018-ը 2021-ի թիմ ընտրություններում աջակցել է ԿՊ-ին այսինքն իր կենսագրությունը ժավելով չի կարող ջնջել հետևաբար ես չգիտեմ այդ տեղապտույտները իրան նուր կտանեն բայց մի բան հաստատ գիտեմ ես էլ եմ ասել քանի որ ինքը ոչ մի ջանք չթափեց հավաքանիում կայուն մեծամասնություն ձևավորելու համար իսկ դա կոալիցիայի միջոցով էր կոալիցիոն կառավարություններ այո պետք դրա համար ինքը երկու ճանապարհ ունի կամ Մարտունեստան դուրը կամ ԿՊ-ի գրասենյակի դուրը սրբի դուրն իր համար դառնալու այդ դռներից որը կգնա համբուրելու կամ արդյոք թույլ կտան այդ դռներից որևէ մեկի տերերը համբուրել իրենց դռները ցույց կտա ժամանակը Շնորհակալ եմ Հարգելի հեռուստադիտողներ հիշեցնեմ զրուցակիցս այսօր Սուրեն Սուրենյանցն էր այսքանը ցտեսություն